Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, ես ուզում եմ ձեր տեսլականը իմանալ, թե դուք ինչ եք մտածում Հայաստանում այսօր ամենասուր հարցերից մեկի վերաբերյալ։ Խոսքը Վիոլաջուր ընկերության գործունեության մասին է, երբ մենք գիտենք, որ ջրանջատումները շարունակվում են այնուամենայնիվ, կոյուղագծերի համակարգը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված վիճակում է, խոստացված ներդրումները չեն իրականացվում այն ծավալով, որ պետք է իրականացվեն, եւ արդյունքում մենք ունենք շարունակ դժգոհություններ եւ աճող դժգոհություններ քաղաքացիների կողմից եւ ունենք նաեւ կառավարության միջամտություն, որը ոչ մի արդյունք չի տալիս բովանդակային իմաստով, երբ մենք շարունակում ենք արձանագրել նույն ջրանջատումների գրաֆիկի փոփոխություն ըստ էության ինչ որ կար մինչև հայտնի հայտարարությունը դրանից հետո նույն տեմպով շարունակվում է, թաղամասեր կան օրերով ջրազրկված են մնում եւ քաղաքացիների դժգոհությունները ըստ էության մնում են օդում։ Հիմա ինձ հետաքրքիր է ինչ է հնարավոր անել այս ուղղությամբ եւ որպես մասնագիտական կառույցի ապագա ներկայացուցիչ, ինչպես պիտի Հայաստանի քաղաքացու շահը սպասարկել։ Տիկին Թովմասյան, եթե թույլ տաք, երևի ես պատասխանեմ, տեսեք, ընդհանուր առմամբ օրենքի իմաստով ինքնավար մարմնի անդամի թեկնածուն եւ անդամը կաշկանդված են կոնկրետ դեպքով տեսակետ կարծիք գնահատական տալու, որովհետև դա հետագայում խանգարելու է համապատասխան վարույթներում իր արդեն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում գործելու, մեկ էլ տեսակ ընտրվեցի։ Հիմա ես չեմ ուզի, որ այդ հնարավորությունը կորցնեմ, բայց ինչ վերաբերում է ձեր ասած խնդիրներին, ես որպես ազգային ժողովի падգամավոր բազմիցս տարբեր առիթներով բերել եմ իմ տեսակետը, հարայնացրել եմ, նաև իմ գնահատականները մասնագիտական, քաղաքական ներկայացրել եմ, որոնք առկա են եւ չեն փոխվել։ Արձագանք։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, հարցս նաև ձեր հարևան Պողոսին էր առնչվում որպես սպառող։ Հետևաբար Պողոսի իրավունքները այստեղ պիտի մենք որպես սպառող քննարկենք, որովհետև սպառողների պաշտպանության ուղղակի խնդիր է։ Սպառողը վճարում է ջրի համար, վճարում է կանոնավոր, բայց չի ստանում այդ ջուրը։ Ու այստեղ մենք խնդիր ունենք։ Այսինքն կառավարման խնդիր կա, որ պետությունը չի կարողանում վերահասկել այնպես, որ քաղաքացին վճարում է ջրի համար ունենա ջրամատակարարում, ունենա նորմալ կոյուղագծեր։ Եվ ամեն օր մենք չտեսնենք Երևանի եւ Հանրապետության տարբեր փողոցներում կոյուղաջրերը ինչպես են հորդում իրենց բոլոր հնարավոր եւ զզվելի հետևանքներով։ Իսկ ինչ վերաբերում է հանրային ծառայություններին, այդ առիթով էլ ենք այդ հարցը հնչեցրել եւ շարունակելու ենք հնչեցնել, բայց ինձ համար եղել եւ մնում է կարեւոր խնդիրը Հայաստանի սպառողի իրավունքները, որքանով են դրանք պաշտպանված վիոլաջերի հետ հարաբերություններում։ Ես արձանագրում եմ, որ բացարձակ պաշտպանված չեն եւ վիոլաջերի հետ Հայաստանի քաղաքացին ու սպառողը մնացել է մենակ։ Տեսեք, ընդհանուր առմամբ սպառողի իրավունքների պաշտպանությունը, եթե համակարգային մենք դիտարկում ենք, շատ կարևոր արձանագրումներից մեկը, որ իմ ուսումնասիրած միջազգային պրակտիկայում կա, այո, սպառողների վերաբերմունքն է եւ իրենց գնահատականը։ Այսինքն այս հանձնաժողովների արդյունավետության գնահատման հիմնական չափանիշներից մեկը հենց շահառուի, վերաբերելի շահառուի գնահատականն է հանձնաժողովի աշխատանքներին։ Իսկ որ խնդիրները բազմաթիվ են, ես արդեն այդ մասին նշեցի, լուծումների մասին էլ որքանով, որ այս պահին թույլ է տալիս իմ մոտ առկա տեղեկատվությունը, նաև միջազգային փորձի իմ ուսումնասիրությունները, ըստ ոլորտների ուղղությունների փորձեցի առանձնացնեմ։ Մնացածը կյանքը ցույց կտա, տեսնենք Տիկին Թովմասյան, դեպքերից առաջ չընկնենք, կարծում եմ ես առիթ չեմ տա դժգոհություններ ունենալ իմ աշխատանքից։